Վերջին տարիներին վիրավորանքի և զրպարտության մասով ունեցանք օրենսդրական փոփոխություններ շեմերի մասով և ներկայիս շեմերը համապատասխանաբար 3 միլիոն դրամ և մինչև 6 միլիոն դրամ են, բայց ըստ էության դա ամբողջությամբ չի կարգավորում այն բոլոր հարցերը, որոնք կարող են ի հայտ գալ վիրավորանք զրպարտության ինստիտուտների համատեքստում, որովհետև շատ երկրներ այդ վերին շեմը չունեն, ինչպես օրինակ Միացյալ Նահանգներում հաճախ լսում ենք, որ կա որոշակի բաժիշտ մոտեցումներ մի քանի միլիոնավոր դոլարների կամ տասնյակ միլիոնավոր դոլարների նմանատիպ գործերով կամ բարոյական վնասին առհասարակ առնչվող գործերով, մեզանում դա այդ մասը մի փոքր խնդիր է ստեղծում, որովհետև հաճախ լինում են գործեր, որտեղ այդ վերին շեմը շատ ավելի քիչ է, քան այն ընդհանուր վնասն է, որը տվյալ անձը կրել է։ Իսկ մի փոքր այլ խնդիր էլ ունենք օրենսդրական մասով նաև, որ չունենք ստորին հստակ շեմի սահմանում, որը մեր իրականության մեջ պրակտիկ խնդիրներ է ստեղծում հատկապես դատավորների տեսանկյունից։ Հաճախ որոշ դատավորներ չեն կարողանում որոշել այդ նվազագույն հստակ շեմը որքան սահմանեն և հաճախ ունենում ենք իրավիճակներ և շատ են նմանատիպ դատական գործերը, երբ վստահորդը այդ դիսբալանսը հասկանալով ասում է, չգիտեմ, պայմանական 1 դրամ և հերքում եմ պահանջում, ավելի լավ է մտածում եմ 1 դրամ պահանջի, քան բարձր թիվ պահանջի և դատարանը դա նվազեցնի, ըստ էության դա նույնպես իր համար ստացվում է հակափիառ կամ շատ կոպիտ գուցե հնչի, վիրավորանքի պես մի բան էլ դա է ստացվում, այդ վճիռն է ստացվում։ Օրենսդրական բացթողումների վրա չէի ուզի շատ անդրադառնալ, որովհետև մենք բավականին երիտասարդ ենք այս ինստիտուտի հարցում, նկատի ունեմ Հայաստանի դատավարությունը շատ երիտասարդ է այս մասով, այս ինստիտուտը մեզ մոտ հատկապես դատավարական մասով նոր-նոր է զարգանում և պրակտիկ կիրառելիության մասով դատավորները իրենք հաճախ դժվարանում են այդ պրակտիկան ճիշտ ձևավորել։ Օրենսդրության մասով երևի թե մեր իրականության մեջ առաջին հերթին, ինչպես նշեցի, շեմերը կլիներ, որ վերին շեմը հանվեր կամ ավելի բարձրացվեր, իսկ ստորինի մասով լիներ հստակ շեմ, որը որ նաև որոշակի բարձր պատասխանատվության զգացում կստեղծեր անձանց մոտ, որ պայմանական կիմանային, որ օրինակ, չգիտեմ, եթե ինչ-որ մեկին վիրավորեմ, առնվազն 500,000 դրամ վճարելու եմ դրա համար։ Եվ օրենսդրության զարգացման տեսանկյունից որպես հետագա հեռանկարային քայլ լավ կլիներ նաև նախատեսել, որ այդ նվազագույն շեմը առնվազն սնանկության դեպքում չի կարող պարտավորությունից ազատման հիմք լինել, այսինքն եթե մենք այսօր պայմանական ունենք կյանքին և առողջությանը պատճառված վնասի մասով, որ հնարավոր չի ազատել սնանկ ճանաչվածին, ալիմենտային պարտավորությունների մասով հնարավոր չի, կարծում եմ որպես հեռանկարային ճիշտ կլինի նաև դիտարկել այդ նվազագույն շեմը և որ առնվազն այդ նվազագույն շեմի մասով անձը սնանկ ճանաչվելով չի կարող ազատվել այդ պարտավորությունից։ Թերևս փոփոխությունների մասով սա, իսկ պրակտիկայում իմ խորհուրդը լրիվ հակառակն է, ոչ թե պահանջել 1 դրամ, այլ այն իրավիճակներում, որ ինչպես նշեցի, երբ որ վնասը շատ ավելին է, քան պայմանական 3 միլիոնը կամ 6 միլիոնը օրենքով նախատեսված, վստահորդը նախընտրում է պահանջել 1 դրամ, քան թե պահանջել առավելագույնը և դատարանի կողմից ունենալ պայմանական 1 միլիոն դրամի բավարարում, որը իրեն օգուտ չի տալու, ավելի շատ ինչ-որ տեղ նաև վնասելու է, որ ստացվի պայմանական 1 միլիոն ուզեց, իսկ իր վնասը շատ ավելին էր, օրինակ 20 միլիոն, 30 միլիոն և այլն, բայց կարծում եմ, քանի դեռ այս օրենսդրական կարգավիճակն ունենք, այդ առավելագույն շեմի վրա պետք է հղում անել և պետք է ապացուցել, որ կրած վնասը շատ ավելին է, քան այդ առավելագույն շեմը, որպեսզի կարողանանք զարգացնել դատական պրակտիկան հենց առավելագույն շեմի մասով, ինչը այսօր շատ թույլ է։ Ռազմավարական քայլերը յուրաքանչյուր դեպքով անհատական են և հիմնականում կախված են վստահորդի ցանկությունից։ Սկզբում փորձում ենք հասկանալ, թե վստահորդի համար որն է առաջնահերթ, որովհետև շատ տարբեր են, բոլոր գործերով յուրահատուկ է մոտեցումները։ Կարող է լինել վստահորդ, ում համար ամենակարևորը հերքումն է, կարող է լինել վստահորդ, ում համար ամենակարևորը հենց նյութական մասի փոխհատուցումն է, և կան վստահորդներ, ովքեր երկուսն էլ ուզում են, դեռ երրորդ, չորրորդն էլ են ուզում և ցավոք օրենսդրությունը դրա հնարավորությունը չի ընձեռում։ Յուրաքանչյուր փուլում մոտեցումը անհատական է։ Մենք միայն փորձում ենք գնահատել հնարավորությունները, ներկայացնում ենք առկա և պոտենցիալ ռիսկերը, դատավարական պրակտիկան, որպեսզի վստահորդը ինքը կարողանա որոշում կայացնել և մենք էլ կարողանանք ճիշտ մարտավարություն ընտրել։ Մարտավարությունը որոշվում է համատեղ քննարկման արդյունքում, հաշվի առնելով վստահորդի ցանկությունները և պոտենցիալ պրակտիկ հնարավորությունները։ Սոցիալական մեդիան ինչ-որ առումով վերացրեց սահմանները այս դաշտում,
Այսօր, ինչպես դուք նշեցիք, սոցիալական մեդիայում կա խնդիր անանուն, fake օգտատերերի մասով, այստեղ սոցիալական մեդիայում մենք ունենք խնդիրներ, երբ որ անձիկ անում են հրապարակումներ, հետո հեռացնում են Facebook, Instagram, տարաբնույթ սոցիալական կայքերում տեղադրում են որոշակի վիրավորանք կամ զրպարտություն պարունակող հոլովակներ, որոնք հենց նույն այդ կայքերի գործիքակազմով որոշակի ֆիքս ժամանակահատված են միայն ակտիվ լինում 1 ժամ, 24 ժամ եւ այլն։ Այստեղ մեր խորհուրդն է եւ մեր բուն գործողություններն են հնարավորինս արագ ֆիքսել, որ դա առկա է, ֆիքսել այդ պահը, ֆիքսել, ձայնագրել այն հատվածը, որը հրապարակվել է, ունենալ վկաներ այդ մասով, ունենալ շատ անձանց, ովքեր կարող են փաստել, որ այդ օրը այդ ինչ ժամին կամ այդ 24 ժամվա ընթացքում տեսել են տվյալ հրապարակումը։ Այլապես ունենում ենք պրակտիկ բազում խնդիրներ, որ եւ տեխնիկապես պետք է դա ապացուցել, եւ իրավական տեսանկյունից պետք է ապացուցել, եւ ցավոք պրակտիկայում ունենք նաեւ եւս մեկ խնդիր, որ այդ սոցիալական հարթակները հիմնականում բոլոր արտասահմանյան են, հիմնականում ամերիկյան եւ մեր դատարանները չունեն պրակտիկ գործիքակազմ պայմանական Facebook-ից կամ Instagram-ից որևիցե հրապարակման վերաբերյալ հստակ ապացույց պահանջելու եւ ստանալու եւ դա ստացվում է, որ կողմը ինքը պետք է կարողանա ապահովել։ Նմանատիպ գործերով, որպեսզի կարողանանք մեկնաբանել, նախ պետք է հասկանալ, որ կողմի շահերն ենք ներկայացնում, այսինքն պոտենցիալ վիրավորանք կամ զրպարտություն հասցրած կողմի, թե հակառակը այն անձի, ում դրանով վնասել են, եւ այստեղ էականորեն փոխվում է մարտավարությունը, էականորեն փոխվում է տեխնիկական գործընթացը, թե ինչպես պետք է նախապատրաստվել, ինչի վրա պետք է շեշտադրումը դնել, ինչի շուրջ պետք է կենտրոնանալ։ Հիմնական կենտրոնացումը, եթե մենք գումարային պահանջ ներկայացնող կողմն ենք, այդ գումարային չափի ապացուցման խնդիրն է, որը ցավոք մեր դատական պրակտիկայում առհասարակ վնասի ինստիտուտը լավ կայացած չի եւ շատ դժվար է ապացուցել, որ պայմանական այս վիրավորանքը կամ այս զրպարտությունը բացի այն, որ անձին բարոյ է հոգեբանական վնաս է հասցրել, այլ նաեւ շատ մեծ ֆինանսական վնաս է հասցրել, որոնք հիմնականում ոչ թե լինում են ուղղակի վնասի տեսքով, այլ անուղղակի եւ շատ հաճախ լինում են բաց թողնված օգուտի տեսքով, որովհետեւ վնասվում է անձի անունը, գործարար համբավը եւ շատ հաճախ այդ անձը այլևս չի կարողանում ունենալ նույն հաճախորդների քանակը, որը ուներ նախկինում, կամ դժվարանում է իր համար նորից ընդլայնել իր հաճախորդների բազան, որովհետեւ ինչ որ մեկը որոշել էր ուղղակի հրապարակային իր անձին կպնել, նեղացնել կամ զրպարտել։ Հակառակ պարագայում, եթե ներկայացնում ենք պոտենցիալ վիրավորանք կամ զրպարտություն հասցրած կողմի շահերը, ապա իր մասով առավելապես գործընթացը սկսվում է խորհուրդներով, այն ինչից զերծ մնալ հետագայում, որովհետև այդ են խորհուրդներն, որ բոլորին եմ տալիս, քանի որ հաճախ մարդը ինքը մտադրությունը չի ունենում, բայց նույն այսօրվա լայն սոցիալական մեդիայի ազդեցության ներքո անկախ իրենից անում է այնպիսի արտահայտություններ, որոնք ուղիղ իր անունից են հնչում, ուղիղ իր կարծիքն են հնչում կամ ուղիղ իր կողմից ներկայացված փաստացի տվյալներ են հնչում։ Դրա համար շատ հաճախ խորհուրդ ենք տալիս, որ եթե ասում ենք լավ, ինչու այդպես արեցիր, ասում ես դե այդպես էի լսել, ասում քանի որ այդպես ես լսել, հետագայում ցանկալի է հենց այդպես էլ գրել, այսինչ տեղից այսպես եմ լսել, հղում անել աղբյուրին, կամ կա տարածված կարծիք, որ այնպես անել, որ չերևա, որ դու ունես դիտավորյալ միտում տվյալ անձին վիրավորելու կամ զրպարտելու։ Ցավոք իրականության մեջ շատ է այն ինքնահաստատման փորձը գուցե, որ տվյալ ինֆորմացիայի տիրապետողը հենց ինքն է եւ անձը փորձում է սոցիալական հարթակներում անել այնպիսի գրառումներ, որտեղ ակամայից հենց անձամբ ինքն է լինում զրպարտողը, մինչդեռ բոլորովին այլ սեղանի շուրջ լրիվ այլ ինֆորմացիա էր լսել եւ ինքը հակառակը մի բան էլ կոշտացրեց, փորձեց ինքն իր համար գուցե եւ PR անի եւ վնասեց մեկ այլ կողմի բարի համբավին եւ անվանը։ Չեմ կարող ասել, որ մեր վստահորդների դեպքում հաճախ են լինում, որովհետեւ մենք նմանատիպ վստահորդների գործերը հազվադեպ ենք վերցնում, բայց այդ հիմա ունենք պայմանական մեկ հանրահայտ հնչեղությամբ գործ, որտեղ անձը դուրս է եկել կարծիքի արտահայտման սահմաններից, անձը դուրս է եկել իր սեփական PR-ն անելու սահմաններից եւ
վիրավորել է մեր վստահորդին, ոչ միայն վիրավորել է, այլ նաև զրպարտել է եւ մի շարք հոլովակներով գրեթե սպառնալից տեքստերով այդ մեր վստահորդին որպես հանցագործ է ներկայացնում, մարդ, ում որ կարելի է հասցնել մեկ ուրիշին մարդասպանության, ինքնասպանության, դուրս է եկել են բոլոր հնարավոր սահմաններից, որոնք որևիցե կերպ մեր գնահատմամբ չեն կարող լինել կարծիքի արտահայտման կամ գնահատողական դատողությունների շարքում։ Այսինքն շատ հաճախ անձիկ շփոթում ու չեն կարողանում տարբերակել կարծիքի խոսքի ազատությունը, գնահատողական կարծիքի հասկացողությունը անմիջականորեն հասցեագրված վիրավորանքից, անմիջականորեն հասցեագրված զրպարտությունից։ Եթե դու մարդուն հստակ մեղադրում ես մեկ այլ անձի ինքնասպանության մեջ հասցնելու մեջ, դա ոնց կարող է լինել գնահատողական դատողություն։ Այսինքն դու այդքանը պետք է կամ գիտակցես, կամ չգիտակցես, չգիտեմ, այսինքն պայմանական ինչ-որ լուրջ առողջական խնդիրներ ունենաս, որովհետեւ չկարողանաս դա գիտակցել։ Ունեցել ենք նաև շատ զավեշտալի իրավիճակ, երբ հայտնի գիտակրթական կազմակերպության ղեկավարին իր աշխատակից գիտնականներից մեկը հրապարակավ ավելի քան 70 աշխատակիցների ներկայությամբ անվանել էր կոռուպցիոներ, անվանել էր հանցագործ եւ դատարանում եկել էր մարտավարական տեսանկյունից պաշտպանություն էին իրականացնում եւ փորձում էին ասել, որ ինքը բոլորովին այլ բան է նկատի ունեցել, երբ ասել է կոռուպցիոներ։ Հասկանում եք, այդտեղ մառազմի դաշտ ենք գնում, այսինքն ինչ ենք խնդրում դատարանին տվյալ իրավիճակում, ասում ենք հարգելի դատարան, խնդրում ենք նկատի ունեցեք, որ եթե սա ասեր 10 տարեկան երեխան, կարելի էր լրիվ ասել, որ գնահատողական կարծիքը նա, չգիտեմ, ծնողներից կամ բակից լսել է կոռուպցիոներ արտահայտություն, չի հասկացել ինչ ասում։ Բայց ոնց կարող է մի քանի բարձրագույն ավարտած անձը, գիտնական անձը հաստատության ղեկավարին ասել կոռուպցիոներ, կաշառակեր, հետո ասել ես պայմանական նկատի եմ ունեցել սեղանից կոնֆետ վերցնող։ Այդպես չի կարող լինել։ Ունեցել ենք նման զավեշտալի իրավիճակներ եւս, որոնք որ պրակտիկ բավականին դժվարություններ են ստեղծում, ստիպված հաճախ անհրաժեշտ է լինում այդ ներկա գտնված 70 աշխատակիցներին, ինչը եւ մենք արեցինք իրենցից մեծ մասին, խնդրեցինք գալ դատարան, հրավիրեցինք որպես վկա, ստիպված եղան այդ անձիկ հիշել դեպքը, իրենց ցուցմունքներով հաստատել, ստիպված եղան հաստատել, որ այն անձը, որ այդ արտահայտությունները արել է, շատ լավ էլ գիտակցում է ինչ արել, ինչի մասին է արել։